Միասնական հայրենի խմբակցության ղեկավար Գևորգ Մնացականյան։ Պարոն Մնացականյան, ասացիք, որ Սամվել Բաբայանը այլ գործեր ունի, զբաղված էր, կմանրամասնեք ինչով էր զբաղված, որ նախապես հայտարարված հանդիպմանը չեկավ։ Սամվել Բաբայանը միշտ գործ ունի, բայց այսօր հրավիրել են խմբակցության այդ հանդիպման, խմբակցությունն է ներկայացել, ուրիշ ոչ մի խնդիր չկա այդտեղ։ Իսկ ինչ Մեզ հրավիրել են խմբակցությունով, եկել ենք հանդիպման։ Հայտարարության մեջ նշվածել է, որ Բաբայանն էլ ներկայացել։ Երեք հայտարարվել է, որ գալու էր այսօր։ Մենք կարող էր գալ, կարող էր չգալ, քանի որ խմբակցության հետ էլ մենք ենք ներկայացել։ Եվ ինչ ընդհանուր հայտարարի եկաք, որքանով են այն պահանջները համահունչ ձեր կուսակցության դիրքորոշումներին։ Դուք եք կարծում, որ իշխանափոխության պահանջ պետք է լինի։ Այո։ Ինչ այո։ Դուք եք կարծում, ասում եմ այո։ Սոցիալական տեսեք։ Կարծեմ մասնակցելու 2000 Մենք ինչու եք հյուրի նման պահում ձեզ Հայաստանում, ինչ է շակում, որ քաղաքական գործերին չեն խառնվում։ Ձեր արցախցիների հետ կապված հարցերը քաղաքական որոշումների արդյունքում են լուծում ստանում։ Ոչ թե չենք խառնվում, այլ այս պահին արցախցիների սոցիալական հարցերն են առաջնային։ Այդ հարցերում համահունչ է մեր տեսակետները։ Այդքան էլ մեր սոցիալական չի։ Իրոք սոցիալական հարցերն են առաջնային։ Սոցիալական հարցերն, այսինքն խորհրդի հետ այն հարցերը, որոնք վերաբերվում են արցախցիների սոցիալական հարցերին, բնականաբար մենք Իսկ անվտանգային դրական ենք արձագանքում։ Որտեղ այսօրերին օրինակ Հայաստանի սահմանին հաճախ են կրակոցներ լինում եւ հաշվի առնելով որ բոլորս այստեղ ենք ապրում անվտանգային հարցեր էլ կան Բայց ուզում եմ անամ այդ հարցը ինչու եք ինձ ուղղում։ Որովհետեւ ասում եք որ միայն սոցիալական է պահանջը, բայց 12 կետերի մեջ նաեւ անվտանգային հարցեր կար, ռազմաքաղաքական գերիների վերադարձի հարց կար, Արցախ վերադարձի հարց կա, հավաքական Այս պահին սոցիալական բոլոր հարցերի մենք կողմ ենք, մնացած հարցերն էլ չեն կարող որպես հայ Իսկ Սամվել Բաբայանը պատրաստ է Այս պահին լուծվող սոցիալական հարցերին մենք կողմ ենք։ Ինչպես Սամվել Բաբայանը պատրաստ է իր անձնական միջոցներից օգնի արցախցիների սոցիալական խնդիրները լուծելուն։ Անձնական միջոցներ ասելով ինչի նկատի ունեք։ Օրինակ մեքենաներից մեկը վաճառի եւ օգնի։ Դե ձեզով ասեց որ պարոն Բաբայանը մեքենաներ ունի։ Առնվազն երկուսը ունի որ գալիս է, ինքն էլ չի թաքցրել։ Վերջում մի հարցազրույցում բարձ պատասխանեց, ասեց ընկերոջս կամ չունի ինքը Սխալ հարց եք տալիս։ Ինքը չունի մեքենաներ, որ վաճառի, ինքը իր երիտասարդ տարիները նվիրել է Արցախյան գոյամարտին, հաղթած հրամանատար, հաղթանակած գեներալ, այստեղ ասել ինքը մեքենաները վաճառի եւ դա արցախցիներին կյանքը, արածը, ջուրը, ազատագրածը Թշնամուն հանձնված։ Եվ այսօր չկա անվտանգային հարցի պահանջ։ Դա էլ հարց է։ Ուղիղ համեմատական Սոցիալական հարցերից հարցրեցիք, ասում եմ այո, բայց հարցը տանում եք, չգիտեմ ինչ ուղղությամբ, մեքենա վաճառել, Այստեղ մենակ սոցիալական հարցեր քննարկեցիք, այդ 12 կետերի մեջ նաև արցախցիների հավաքական վերադարձ կա, որը հենց կարծես թե առաջին կետերում է։ Ինչ հարց քննարկել ենք, թե չէ, սոցիալական բոլոր հարցերում մենք կողմ ենք։ Միայն հաստատեն սոցիալական հարցերում է կողմ եղել։ Վերադարձին գերիների ազատարձակմանը։ Այդ վերադարձը Դա այլ հարց է։ 12 կետերի մեջ է։ Կողմ եք այդ կետերին։ Գերիների ազատ արձակման հարցում բոլորն են կողմ։ Ով կարող, որ հայը կարող է կողմ չլինի գերիների ճանապարհը նկատում։ Դա հետագա ժամանակի ընթացքում այդ բոլոր հարցերը պետք է լուծվեն, այո։ Պարոն Մնացականյան, իշխանություններն ասում են, որ արցախցիների հետ վերադարձի հարցը մեր բանակցությունների օրակարգում չկա եւ չի լինելու, համաձայն եք Մենք իշխանություն չենք, ես իրանց ասածը ինչ ասեմ կամ չասեմ։ Արցախցիներին ներկայացնող քաղաքական ուժ եք։ Որը իշխանափոխության պահանջ չունի։ Այս պահին այսօրվա այո, այսօր դա հետագայի հարց է։ Այսօրվա մեր խոսակցությունը այդ ուղղությունը չի եղել։ Մենք սոցիալական հարցեր խոսացել ենք, եկել ենք համաձայնության կամ այդտեղ համաձայնության չգալու խնդիր չկա։ Մասնակցել ենք հանրահավաքին։ Եկել համաձայնության։ Եթե իշխանությունն ասում է 40+10,000 այլևս հետքայլ չենք անել։ Ուզում եմ հասկանամ այս վրանում ինչ եք քննարկել եւ ինչն է ձեզ 40+10-ը պետք է շարունակվի այնքան, մինչև արցախցիներին ապահովեն տնով։ Ո՞ից եք պահանջում այդ շարունակությունը։
Ումից եք ակնկալում կամ լավ, որ Ոչ չի կշարունի։ որ Հայաստանի իշխանություններից։ Լավ, խորհրդի անդամներից մեկը նշել էր ներողություն, խորհրդի անդամներից մեկը այսօր առավոտյան մեծ զրույցում նշել էր, որ հարցը այստեղ միայն սոցիալական չի եւ այն մարդիկ, ովքեր պնդում են, որ արցախցիները այստեղ հավաքվել են սոցիալական հարցերը, բացառապես սոցիալական հարցերը լուծելու, փորձում են պարակտություն եւ ատելություն սերմանել արցախցիների նկատմամբ։ Նույնիսկ Հակոբյանն էր ասում, որ այդտեղ ստամոքսի կռիվ չի, հայրենիքի Խորհուրդը բազմաթիվ ուղղություններ քննարկում է, ես իրանց տեղ չեմ պատասխանում։ Լավ, իշխանության հետ քննարկում, խոսակցություն, շփում կա, եթե դուք իշխանությունից եք պահանջում, որ 40+10-ը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիները դրա կարիք ունեն։ Ով եթե իրենք են հասցեատերը, այս շփումները վրանային մակարդակում ինչ են տալու։ Ժամանակը ցույց կտա։